Հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստացած Նայիրի Բադալյանը Հայաստան է եկել պահանջելու $10 միլիոն։ Ես բողոքում եմ ընդհանրապես 1999 2010 թվականի օգոստոսի 22-ի ժամը 14:12 կատարված բոլոր հանցագործությունների դեմ։ Որպես տուժող Նայիրի Բադալյանը իր օրինակը համարեց ֆենոմենալ, ասելով, թե հալածվում է իշխանությունների եւ ընդդիմության կողմից։ Նախկին մեղադրյալը արդեն իր բոլոր 3 հայցերը ներառել է 1 հայցապահանջում եւ ներկայացրել կենտրոն եւ Նորք Մարաշ առաջին ատյանի դատարան։ Իմ հայցադիմումը ուղղված է Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության դեմ։ Նախկին լրագրող Նայիրի Բադալյանը թեև հիմա իր հիմնական մասնագիտությունը համարում է մարդու իրավունքների պաշտպանությունը, սակայն համոզված է, որ Հայաստանում այդ առումով հաջողության չի հասնի։ Հայաստանը դեռ այն երկիրը չէ, որտեղ այդպիսի հայցադիմումները որքան էլ նրանք օրինական լինեն, ընթացք ունենան։ Հայաստանի դատական ատյաններն անցնելուց հետո Նայիրի Բադալյանը պատրաստվում է դիմել միջազգային դատարան։